Բայց այս տեսանյութում մենք կխոսենք մեր արտադրանքի առանձնահատկությունների մասին, մեր արտադրանքի մեխանիզմում եւ փողում օգտագործվող պողպատը մեզ համար չափազանց կարեւոր է։ Մենք հատկապես ուզում ենք սա ընդգծել։ Մեր արտադրանքի փողի եւ մեխանիզմի համար մենք օգտագործում ենք 4340 կարծրացված պողպատ։ Այս նյութը Թուրքիայում չի արտադրվում։ Այն նյութը, որը 2 անգամ ավելի թանկ է, քան 4140 պողպատը։ Մենք սա օգտագործելու պատճառը մի բան է, որ նկատում ենք շատ նյութերում։ Իհարկե, սա նույնպես կապված է կիրառվող ջերմային մշակման հետ։ Երբ տեսնում ենք արտադրանքներ, որոնք այստեղ կամ այնտեղ չաքել են ամեն մեկը տարբեր տեղում 4340 պողպատը, եւ մենք որոշեցինք այն գործընթացները, որոնք կիրառում ենք դրա վրա, այսինքն վերջնական գործընթացները, որոնք օգտագործելու ենք, ավելի ճիշտ մենք մշակման ենք ենթարկում 4340 կարծրացված պողպատը, մենք այս նյութը մշակում ենք 10 մմ-անոց ձողերից, ոչ թե ձուլվածքով։ Ձուլված մասերում նույնպես առաջանում են ձուլման ճաքեր։ Դա էլ մեզ համար չի աշխատում։ Այսինքն մենք չենք ուզում, որ մեր արտադրանքներից գոնե մեկը հետ գա մեզ մոտ խնդիրներով։ Նյութը, երբ այն մշակվում է 10 մմ-անոց ձողից, երբ մշակվում է փողն ու մեխանիզմը, մակերեսին ջերմություն է առաջանում։ Այս ջերմության պատճառով նյութի միջուկի կարծրության եւ մակերեսի կարծրության միջև տարբերություն է առաջանում։ Այս տարբերությունը հավասարեցնելու համար, այսինքն միջուկի կարծրությունը մակերեսի կարծրությանը համապատասխանեցնելու համար 0.25։ Այլ կերպ ասած, մենք փողն ու մեխանիզմը ենթարկում ենք հատուկ մշակման, այսինքն մենք դրանք ենթարկում ենք ջերմային մշակման։ Սակայն այս ջերմային մշակման ժամանակ մենք այն կիրառում ենք մակերեսից դեպի միջուկ 0-ից մինչև 25 միկրոն խորությամբ։ Եվ այն մնում է այս վարարանում 24 ժամ։ Այս նյութը առանձին կախվում է եւ տեղադրվում վարանանում։ Նյութը, այսինքն մենք 30, 40, 50 կամ 100 հատ իրար վրա չենք դնում եւ բոլորի միաժամանակ ջերմային մշակման չենք ենթարկում։ Ինչու՞։ Այս տեսակի ջերմային մշակման ժամանակ դրսի նյութերը դառնում են ավելի կարծր, մինչդեռ ներսի նյութերը պակաս կարծր։ Այսպես, օրինակ, այստեղ կարող է լինել 47 ռոքվել, այստեղ 42 ռոքվել, իսկ այնտեղ ասենք 35 ռոքվել։ Այսպիսի խնդիրներ են առաջանում։ Ահա թե ինչու մենք դրանք մեկ առ մեկ ենք ամրացնում։ Ինչպես ասացի, այն մնում է այս վառարանում 24-ան։ 24 ժամ անց մենք նյութը հանում ենք վառարանից։ Այն ընկղմում ենք յուղի մեջ, սպասում 10-ից 15 վայրկյան, հետո հանում։ Այս գործընթացի արդյունքում մեր նյութը, որը վառարանից դուրս է գալիս բծավոր գույնով, դառնում է ամբողջովին սև։ Այսինքն փողի կամ մեխանիզմի վրա ներ չկա, ոչ մի ծածկույթ չկա։ Նույնիսկ սերակոտես չկա։ Այսպես եղունգովս քերու եմ, եղունգը հարթեցնեն, մաքրում են, բացարձակապես ոչինչ չկա։ Ինչու՞։ Երբ նյութը մշակվում է գործիքով, մակերեսը փափկում է, բայց ջերմային մշակմամբ մենք վերականգնում ենք մակերեսի կարծրությունը եւ կրկին ստանում ենք կարծր մակերես։ Հիմա տեսեք, թե ինչպես է այս մեխանիզմը աշխատում։ Օրինակ, եկեք օրինակ բերեմ։ Տեսեք, այստեղ նվազագույն շփում կա, շատ արտադրանքներում այն սկսվում է այստեղից կամ ընդեղի։ Այդպիսի տարբերակներ էլ կան։ Սրանք բոլորը նախագծումը, գծագրումը եւ մենք դրանք անմիջապես այս վիճակում արտադրում ենք CNC-ով։ Մեր նյութի ցանկացած մասում, լինի դա մեխանիզմը, փողը կամ որևէ այլ տեղ, մշակմանից հետո, այսինքն մինչև հավաքման փուլը, բացարձակապես ոչ մի հարթեցուր կամ հղկում չի կատարվում։ Այլ կերպ ասած, մեր վերջնական արտադրամասում կամ դրանից դուրս այս արտադրանքները նման process-ների չեն ենթարկվում։ Թույլ տվեք այսպես ասեմ։ Սովորաբար դետալը CNC-ից դուրս է գալիս կես ժամում, բայց դուրս գալուց հետո այդ կես ժամանոց մասը անպայման պետք է հարթեցվի կամ հղկվի դրսում։ Հարթեցում եւ հղկում պետք է արվի, բայց մեր մասերի դեպքում դրանք դուրս են գալիս CNC-ից մոտ 40-45 րոպեում եւ դրանց վրա ոչ միտեղ չիպսեր կամ սուր եզրեր չենք թողնում։ Եթե ներսից նայեք, բացարձակապես մաքուր է։ Դուք նույնիսկ գործիքի հետքեր չեք տենի մասերի վրա։ Ոչ մի ավարտական մշակում չի արվում ոչ փողի, ոչ մեխանիզմի, ոչ էլ զենքի որևէ մասի վրա։ Կարող եք նաև սենց նայել փողին։ Փողը նույնպես արտադրվում է մեր գործարանում։ Չգիտեմ արդյոք կարողանում եմ հստակ ցույց տալ։ Փամփուշտի պալատը նույնպես էսպես է տեղավորվում։ Կրկնակի պտուտակա, որ զսպանակը օգտագործվում է։ Այս հատված այստեղ պոմպատից է։
Նախ պետք է սա հանեք, որպեսզի հանեք հարվածիչը։ Երկրորդ, պետք է ստեղից մեր փականը ամեք։ Կարող եք այսպես տեսնել։ Արդյոք եմ կարող եք տեսնել։ Երրորդ, պետք է այստեղից պտուտակը հանեք, որ կարողանաք հանել հարվածիչը։ Սա այն մոդելն է, որի վրա կարելի է կարմիր նշանառու դնել։ Դրանից բացի ունենք տեսողական նախշ սառեցնողի եւ խլացուցիչի համար։ Երբ այսպես լարում եմ այն, մինչ հարվածիչը տեղադրված է, այստեղ հարվածիչի ցուցիչ կա, այսինքն մեր հարվածիչը լարված է։ Դա նշանակում է, որ փամփուշտ կա փամփուշտատուփը։ Կերկին, երբ այստեղ փամփուշտ կա, այն դուրս է ցցվում, ինչպես գիտեք։ Հանովը ճնշում է գործակլում։ Հանողի վերին մասը ներկված է կարմիր ներքով։ Սա նույնպես ցույց է տալիս, որ փամփշտատուփում փամփուշտ կա, կամ ավելի ճիշտ դա մեզ նշան է տալիս։ Երբ հասնում ենք շրջանակին, իրականում այս պոլիմերային շրջանակին հասել ենք 3 տարվա ընթացքում։ Սա նույնպես։ Սա հումք է, որը գրեթե 6 անգամ ավելի թանկ է, քան այն նյութը, որ օգտագործում են շատ ստանդարտ ընկերություններ։ Եվ մեզ 3 տարի պահանջվեց այս նյութը ձեռք բերելու համար։ Ինչ էինք ուզում։ Ինչ հատկություններ էինք ուզում, որ այս նյութն ունենար։ Կամ ավելի ճիշտ մենք որոշակի չափանիշներ ունեինք։ Մեր առաջի չափանիշը այն չպետք է խոնավություն կլանի։ Երկրորդը այն չպետք է խոնավություն արտազատի։ Երրորդը այն պետք է դիմացկուն լինի հարվածների նկատմամբ, չորրորդը այն պետք է ջերմադիմացկուն լինի։ Մենք կարողացանք այս 4 հատկությունները գտնել այս նյութի մեջ, այսինքն այս 4 առանձնահատկությունները այս հումքի մեջ։ Կրկին, մենք չենք կարող 4340 պողպատը գտնել Թուրքիայում։ Այն նույնպես գալիս է արտերտից։ Ինչպես արդեն նշեցի, այս նյութն էլ Թուրքիայում հեշտությամբ չի գտնվում։ Սա այնպիսի նյութ չէ, որ կարող ենք պարզապես գնել հարևան խանութից։ Սա նույնպես հատուկ նյութ է։ Կրկին, մենք ստիպված ենք այն եւս ներմուծել արտերկից։ Այն հարցը, որ նշեցի չխոնավանալը կամ խոնավություն չարտազատելը, այն է, որ պողպատը ներառյալ նյութերը տաք եղանակին ընդարձակվում են, իսկ սառը եղանակին սեղմվում, ինչպես գիտեք։ Այսինքն դրանք ընդարձակվում եւ սեղմվում են։ Գիտեք, էլեկտրահաղորդման գծերը ամրանը կախվում են, իսկ ձմռանը ձգվում։ Հումքի մեծ մասը ներառյալ պողպատը, կրկնում եմ, գուցե, բայց այն խոնավությունը կլանում եւ արտազատում։ Մենք ասացինք, որ այն չպետք է խոնավություն կլանի կամ արտազատի։ Ինչու՞։ Մենք այն ուղարկեցինք բարեխառն, այսինքն տաք կլիմա։ Մեր նյութը կընդարձակի։ Երբ այն ուղարկենք սառը կլիմա, մեր նյութը կսխմվի, եւ քանի որ այստեղ աշխատանքային բացվածքներն ու հանդուրժողականությունները շատ փոքր են, անկախ նրանից ինչ զենք է, անխուսափելիորեն կխցանվի կամ կկպչի։ Երբ մեխանիզմը գործարկում եք, այն հարվածում է պլաստիկ շրջանակին, կամ շատ զենքերում մենք տեսնում ենք, որ այս հատվածը, այս մասը կախվում է ներքև։ Այլ կերպ ասած, մենք հստակ չենք ուզում, որ մեր զենքում նման բան լինի։ Չգիտեմ, այս նյութն ինչ հատուկ հատկություն ունի, բայց ամրության տեսանկյունից, եթե նյութը սենց ծռվում է, ինձ համար դա նշանակում է, որ այն հարմար նյութ չէ։ Սովորական նյութերի ձուլման պայմանները 180-ից 220 աշճանի միջակայքում են, բայց այս նյութի ձուլման պայմանը 280-ից 320 աշճանի միջակայքում է։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այն բարձր ջերմաստիճանի դիմացկուն նյութ է։ Ուրեմն բարձր ջերմաստիճանների դեպքում ինչու եմ ուզում բարձր ջերմաստիճանի դիմացկունություն, կամ ինչու ենք մենք դա ուզում։ Անկախ նրանից, թե զենքը որքան կջերմանա արագ կրակոցի ժամանակ, վերին մասը պատրաստված է պլաստիկ նյութից եւ այն չպետք է հալվի, եւ նյութը չպետք է փափուկ լինի, որովհետեւ ինչպես գիտեք, յուրաքանչյուր կրակոցից հետո մեխանիզմը հարվածում է այս հատվածին։ Ինչ ալնելու, երբ հարված ստանա։ Բարձր ջերմաստիճանի դեպքում նաեւ պիները կջերմանան։ Երբ այն տաքանա, այս հատվածը կսկսի թուլանա, կլիկ, կլիկ, կլիկ։ Այսինքն այս անցքը կսկսի լայնանալ։ Եթե այն տաքանա առաջ ու հետ շարժման ընթացքում, այս շրջանակում այդ խնդիրներից ոչ մեկը չեք տեսնի։ Այսինքն սա դիմացկուն եւ իսկապես բարձր որակի նյութ է։ Բացի այդ, երբ խոսում եմ հարվածադիմացկունության մասին, փորձում եմ այսպես ծռել են, չեմ կարող ընդհանրապես ծանել։ Մեզ մոտ եւս մեկ տեսանյութ կա։ Սա այն նյութն է, որին մենք ասում ենք կրակ, գիտեք այնպիսի մի բան, որ սխմվում ու հարված է ստանում։ Կամ ավելի ճիշտ սա կռակ սարքա, որի ամենազգայուն կետում առանց այս ներքին շրջանակի այս ամենը բացակայում է։ Այստեղ հարվածում ենք, փորձում ենք կոտրել են, չենք կարող կոտրել, այսինքն մենք ենք հոգնում, բայց նյութը ոչ։ Ահա թե ինչու այս նյութը մեզ համար անփոխարինելի է։ Կրկին, այս նյութի ներարկման ձուլումը մենք ինքներս ենք անում մեր գործարանում։ Եվ երբ նյութը ձուլվում է,
այն ոչ մի դեպքում չի ամրացվում որևէ սարքի կամ ձևավորող սարքի վրա։ Կարծում եմ շատ նյութերի դեպքում հենց այսպես է։ Դրանք պահվում են զուլումից հետո։ Այստեղ սեղմակ է դրվում, որ այս մասը ներքև չի չիջնի։ Այս մասը սենց ամրացում է սեղմակի մեջ, որ այդպես չշարժվի։ Մագազինի անցքին սարք է դրվում, որ այս մասը չնեղանա կամ չաղավաղվի, այսինքն այլ ձև չստանա։ Բայց այս նյութը դուրս է գալիս մեր ներարկման զուլման մեքենայից։ Սա մի մաս է, որը մենք անմիջապես ուղարկում ենք հավաքման։ Այն ոչ մի կերպ չի ամրացվում որևէ ձևավորող սարքի վրա։ Հետին բարձիկը կարելի է փոխել, մենք ունենք 3 բարձիկ փոքր, միջին եւ մեծ։ Դուք կարող եք այն հարմարեցնել ձեր ձեռքին։ Մագազինի կոճակը կարելի է փոխել երկու կողմում էլ։ Այն կարելի է այս կողմից հանել ու մյուս կողմում էլ ամրացնել։ Այն ունի տարբերակ եւ հնարավորություն, որը կարող են օգտագործել նաեւ մեր ձախլիկ ընկերները։ Այն մագազինը, որ օգտագործում ենք հրազենում, C75B-ն է։ Այսինքն դա մագազին է, որը հարմար է C75B հրազենի համար եւ այն արտադրվում է իտալական Mekar ընկերության կողմից։ Բացի այդ, կա նաեւ Act անունով ընկերություն, որը նույնպես իտալական է։ Այսպիսով, կախված նրանից, թե որ մեկը կարելի է պատվիրել, դրանց արտադրության վիճակից կամ առաքման ժամկետներից, երբեմն մագազինները ստանում ենք ACT-ից, երբեմն Mekar-ից, այս երկու իտալական ընկերություններից, եւ ավելացնում ենք մեր արտադրանքին։ Կարող եք հարցնել, ինչու իտալական։ Մեր տեսանկյունից ամեն ինչ կախված է մագազինից։ Եթե հրազեն կա, ուրեմն մագազին կա։ Եթե մագազին չկա, ուրեմն հրազեն չկա։ Այլ կերպ ասած, որքան որ մագազինը լավն է, այնքան էլ դա աջակցում է ձեր հրազենի որակին։ Ինչպես ասեմ։ Այսինքն մենք հրազենը պատրաստել ենք բարձր մակարդակով, բայց եթե մեր մագազինը այն որակին չի համապատասխանում, ինչ ուզում ենք, կամ ճիշտ չափսերին, կամ ինչ էր որ լինի նրա ձևը, կառուցվածքը, փամփուշտ պահելու կամ փոխանցելու ունակությունը, եթե դրանք ճիշտ չեն, ուրեմն մեր հրազենը չի աշխատի։ Քանի որ նման բան չենք ուզում, ինչ ենք անում։ Եթե մեխանիզմում ու փողում օգտագործում ենք 4340 պողպատ, ապա փորձում ենք նաև պոլիմերում լավագույն նյութն օգտագործել։ Այս անգամ էլ ընդհանուր առմամբ փորձեցինք օգտագործել հնարավորինս լավագույն մագազինը, այսինքն ամբողջությամբ սա մեր ապահովության մոդելն է։ Մեր ապահովությունը այն ունի ձգանի ապահովության, եթե այստեղ սեղմենք, ձգանը կազատվի, բայց եթե կողքից այսպես սեղմենք, չի ազատվի։ Մեր ձգանը չի ազատի։ Սա ձգանի ապահովություն է, որը նախատեսված է այն ժամանակների համար, երբ փորձում ենք զենքը արագ հանել գոտուց։ Սա ձգանի ապահովություն է, որը նախատեսված է պատահական կրակոցներից խուսափելու համար, որպեսզի ինքներս մեզ վրա չկրակենք կամ ձգանը չազատվի անցանկալի դիրքում։ Եթե պատրաստվում եմ կրակել, ես գալիս եմ հենց այս դիրքին։ Երբ սեղմում եմ ձգանը, հենց որ սեղմեմ, ձգանս կազատվի։ Դրանից բացի, եթե կողքից սխնեմ կամ արագ քաշեմ, այն չի ազատվում։ Մեկ այլ բան, որին մենք ուշադրություն ենք դարձնում կամ ուզում ենք, որ դուք էլ ուշադրություն դարձնեք, այն է, որ նույնիսկ եթե ես ամբողջությամբ բաց թողնեմ սլայդը այս շարժման ընթացքում, այն պետք է կարողանա այս դիրքում կողպվել։ Ես հենց եմ անում, որովհետև դուք ուշադրություն եք դարձնում։ Կարող եք այստեղ որևէ քերծված կամ շփման հետք տեսնել։ Չկան նման հետքեր։ Այնուհետև, օրինակ, այստեղ փողի վրա մի փոքր հաստություն ունենք։ Պատճառը, որ սա այստեղ ենք դրել, այն է, որ կրակելու ժամանակ կարողանանք 3 կետերը շատ ավելի լավ խմբավորել եւ ավելի փոքր տարածքի մեջ։ Թիրախային կրակոցների ժամանակ կարելի է կարմիր կետ տեղադրել։ Արելի է նաեւ լազեր տեղադրել։ Վերականգնման հեռավորիչ են։ Ես նորից լիցքավորեցի։ Եթե նկատեցիք, սա իդեալական վերականգնման հեռավորություն է։ Այն ոչ շատ երկար է, ոչ էլ շատ կարճ, որովհետև եթե շատ կարճ է, իրականում բավականին վտանգավոր է, ասենք, որ ինչպես պետք է լինի, կամ ավելի ճիշտ է։ Եթե երբևէ մեզ զենքին հանդիպեք որևէ տեղ, սա մի բան է, որ իրականում հնարավոր չի բառերով նկարագրել։ Դուք պետք է դա զգաք, երբ ձգանը մի փոքր ձգեք, շատ նուրբ դիպչեք ձգանին։ Դուք միայն կարող եք զգալ ձգանի եւ կրակող քորոցի միջև մակերեսի զգայունությունը։ Այն երբեք չի ընկնում կլիկ ձայնով։ Այնտեղ կատարել մաքուր մակերես է, այնպես որ կարող եք հստակ հասկանալ, թե երբ է կրակող քորոցը բաց թողնվելու։ Հակառակ դեպքում մնում ես մտածելով, ինչ ընկեց, թե դեռ պետք է ընկնի, ինչպես ասեմ, այդպիսի մի բանով։ Այսինքն դուք դա կզգաք ձգանի վրա։ Երբ հանդիպեք մեր հրազենին, մենք կխնդրենք ձեզ փորձարկել սա։
Սրանից բացի մենք ունենք 3 տեսակի շրջանակներ։ Կամ ավելի ճիշտ մենք ունենք 4 գույն՝ սև, երկրային մոխրագույն եւ կանաչ։ Այստեղից ոչ մեկը ցերակոտով պատված կամ ներկված չէ։ Եթե այս տեսանկյունից ավելի մոտիկից նայեք, երբ հումքը կտրում եք, ներսից էլ նույն վառ գույնն է դուրս գալիս։ Այսպես դանակով քերում է մեզ մոխրագույնի եզրը։ Ներքևից էլ նորից մոխրագույն է դուրս գալի։ Սա նշանակում է, որ մենք օգտագործում ենք հենց հումքը, այսինքն մենք ունենք ներքի խառնուրդներ։ Դրանք խառնում ենք, որ նյութը գունավոր դուրս գա։ Ոչ մի տեսակի ծածկույթ չենք խոհ։ Շնորհակալություն, որ լսեցիք ինձ։ Հույս ունեմ նորից կհանդիպենք։ Լավ աշխատանքային օր եմ, Մարթա։